Ողջույն սիրելի երկրորդ դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Մաթեմատիկայից այսօր անցնելու ենք 32-րդ դասը արտադրյալ։ Երեխաներին բացատրում ենք, որ գումարումից, հանումից բացի կան նաև ուրիշ գործողություններ, որոնք մենք սովորելու ենք։ Դրանցից մեկը արտադրյալն է։ Արտադրյալը բազմապատկման գործողությունն է։ Եվ նաև սովորեցնում ենք արտադրյալի բաղադրիչները։ Արտադրյալի բաղադրիչներն են բազմապատկման գործողության բաղադրիչներն են արտադրիչները, իսկ արդյունքը արտադրյալը։ Հետևելով դասագրքում Աշոտի բերած օրինակներին հաշվիր արտադրյալը, այսինքն 3 անգամ 5-ը մենք միշտ սովորեցրել ենք երեխաներին, որ առաջին արտադրիչը, առաջին թվանշանը, որը գրված է, ձախից առաջինը, ցույց է տալիս, թե երկրորդ արտադրիչը կամ երկրորդ թվանշանը, որը գրված է, քանի անգամ է կրկնված։ Միատեսակ գումարելին 5-ն է, 3-ը ցույց է տալիս, թե քանի հատ 5 կա։ 3 հատ 5, 5 գումարած 5 գումարած 5 հավասար է 15-ի։ 2-ը ցույց է տալիս, որ 8-ն է միատեսակ գումարելին եւ դրանից 2 հատ է։ 2 անգամ 8-ը հավասար է 8 գումարած 8 հավասար է 16-ի։ 5 անգամ 1 հավասար է 5 հատ 1-եր ենք գումարում, ստանում ենք 5, 6 անգամ 0 6 հատ 0 ենք գումարում, ստանում ենք 0։ 3 անգամ 8, 3-ը ցույց է տալիս, որ 8-ը միատեսակ գումարելին է, որը կրկնված է 3 անգամ։ 3 8-երի գումարը 24 է։ Նույն ձևով շարունակում ենք հաջորդ համարները։ Այստեղ ուշադրություն պետք է դարձնենք երկնիշ թվերի բազմապատկումը երեխաներ։ Մինչև միատեսակ գումարների գումարի տեսքով չներկայացնեք, ձեզ համար շատ դժվար կլինի։ 2 անգամ 25, 25 գումարած 25 հավասար է 50։ 3 հատ 20 գումարենք կստանանք 60, 5 հատ 10 գումարենք կստանանք 50, 2 հատ 35 գումարելիս կստանանք 70։ Այստեղ արդեն տեսնում ենք, որ առաջին արտադրիչը, որը ցույց է տալիս, թե երկրորդը միատեսակ գումարելին քանի անգամ է կրկնված, նկատում ենք, որ 20 հատ 2 պիտի գումարենք։ Այստեղ երեխաներ մենք սովորում ենք արտադրիչների տեղափոխական օրենքը։ Ինչպես գումարելները տեղափոխելիս գումարը չի փոխվում, այնպես էլ արտադրիչների տեղափոխությունից արտադրյալը չի փոխվում։ 20 անգամ 2-ը հավասար է 2 անգամ 20, հիմա արդեն 20-ից 2 հատ գումարում ենք և ստանում ենք 40։ 10 անգամ 5-ը հավասար է 5 անգամ 10-ը, 5-ը 10-ը գումարելիս ստացվում է 50։ Առաջադրանք 70-ը։ Այստեղ արդեն 2 անգամ 50-ի դեպքում պետք չէ արտադրիչները տեղափոխել, որովհետև 2 հատ 50 պիտի գումարենք, իսկ 50 անգամ 2-ի դեպքում անպայման տեղափոխում ենք։ Նույնը 15 անգամ 2-ի դեպքում տեղափոխում ենք, որովհետև ավելի հեշտ է 2 հատ 15 գումարել, քան 15 հատ 2-ներ գրել և գումարել։ Նույն ձևով կատարում ենք հաջորդը, մինչև հասնենք 72 վարժությանը։ Պետք է համեմատենք առանց հաշվելու, նայում ենք 1, 2, 3, 4, 4 հատ 5 է, 4 անգամ 5, նշանակում է հավասար են։ 3 հատ 6 է, 4 հատ 6, 3 6-ը ավելի փոքր է, քան 4 6-ը։ 3 7, 2 անգամ 7, եթե փոխարինենք արտադրյալով կլինի 3 անգամ 7-ը մեծ է 2 անգամ 7-ից։ Նույն ձևով հաջորդ շարքը 3 9-ների գումարը հավասար է 3 անգամ 9-ի, 4 անգամ 4-ը մեծ է 3 անգամ 4-ից, 2 անգամ 8-ը փոքր է 4 անգամ 8-ից։ Միանգամից արտադրյալով փոխարինելուց հետո կարող ենք գրել։ 73-րդ խնդիրը։ Տատիկը քնել է 3 տուփ ձու։ Հաշվիր, թե քանի ձու է քնել նա, իմանալով, որ յուրաքանչյուր տուփում կա 12 ձու։ Պատկերացնում ենք 3 տուփերը, միատեսակ տուփեր են, յուրաքանչյուրի մեջ կա 12 ձու։ Եթե մեկ տուփը 12 ձու է, պետք է իմանանք, թե 3 տուփը քանի ձու է, 3 անգամ 12, 12 գումարած 12 գումարած 12, հաշվում ենք, ստանում ենք 36 ձու, պատասխան 36 ձու։ Խնդիր 74-ը, Հայկը քնել է 4 տուփ փուչիկ, հաշվիր, թե քանի փուչիկ է քնել նա, իմանալով, որ մեկ տուփում կա 15 փուչիկ, նորից կարող ենք նկարել 4 տուփը, յուրաքանչյուրի մեջ գրել 15, նկատում ենք, որ 15-ը միատեսակ գումարելին է, որը կրկնվել է 4 անգամ, մեկ տուփում 15 փուչիկ, 4 տուփում հարցական փուչիկ, 4 հատ 15, 15 գումարած 15 գումարած 15 գումարած 15, կարող ենք զույգերով գումարել, 2 հատ 15-ը 30 է,
Մյուս երկու 15-ն էլ 30 է, ավելի հեշտ է 30-ին 30 գումարել, կստանանք 60 փուչիկ։ Պատասխան 60 փուչիկ։ Խնդիր 75-ը։ Հաշվիր, թե որքան պետք է վճարել 5 փուչիկի համար, իմանալով, որ 1 փուչիկն արժե 20 դրամ։ 5 հատ փուչիկ է, յուրաքանչյուրը 20 դրամ, 1, 2, 3, 4, 5 փուչիկ, յուրաքանչյուրը 20, 20, 20, ինչ նկատեցինք, որ 20-ը կրկնվեց 5 անգամ, 5 անգամ 20-ը կլինի մեր խնդրի արտահայտությունը, իսկ լուծումը կլինի 5 հատ 20-ի գումարը հավասար է 100 դրամի, պատասխան 100 դրամ։ Եվ վերջինը լրացնում ենք տրամաբանականը, երեխաներ նայում ենք խորանարդիկներին, տեսնում ենք, որ 4 շարքով են շարված խորանարդիկներ։ Առաջին շարքում նկատում ենք, որ 3, դիմացի շարքում չկա 0, 0։ Հաջորդ շարքն ենք նայում, նորից 1, 2, 3, դիմացը երկրորդ շարքում 2, ամենաառջևի շարքում 1։ Հաջորդը նորից 3, 0, 0, դատարկ է։ Մյուս շարքը 1, 2, 1։ Նայում ենք հաջորդը, նույնպես 2, 0, 0, 3, 2, 1, 2, 0, 0, 3, 2, 1։ Նույն ձևով կատարում ենք հաջորդ համարները և ավարտում ենք այսօրվա աշխատանքը։